Նախորդ անգամ նշեցի, որ քանի որ վկայի հարցաքննությունը չէ, կզանգեմ, չէ, նորմալ է։ Հաշվի առնելով այն, որ ես նախորդ անգամ էլ նշեցի, որ վկայի հարցաքննությունը դեռ չի ավարտվել, հետևաբար որևէ գնահատական չեմ ուզում տալ, ցավոք սրտի այսօր էլ չավարտվեց վկայի հարցաքննությունը, հետևաբար նույն դիրքորոշումն եմ այդում, բայց ուզեի շատ կարևոր բանի մասին խոսել։ Այսօր պարզվեց, որ մենք բոլորովին այլ քրեական դատավարության կարգ ունենք կոնկրետ տվյալ դատական նիստերի դահլիճում։ Ես չէի ասի, որ սա մենակ մեր նիստին է վերաբերում, հնարավոր է նույն դատավորի այլ նիստերին է վերաբերում, բայց դա արմատապես է հակասում քրեական դատավարության օրենսգրքին, մասնավորապես կողմերի կողմից վկաների հարցաքննության կարգին։ Ես ուզում եմ նաև ասել, որ շատ խստորեն առարկեցի այն մոտեցման դեմ, որ օրինակ, երբ որ մենք ուղղորդող հարց ենք տալիս, դատարանը դա գնահատում է որպես հուշող, օրենքով ընդհանրապես չնախատեսված տերմին, որը ուղղորդման հոմանիչն է եւ իմ հարցը հանում է, այնինչ մեղադրանքի կողմը, իսկ մենք հիմա հարցաքննում ենք մեղադրանքի կողմի վկային, հայտարարեց, որ կարող է առաջին շրջան հարցերը բաց թողել, երկրորդ շրջանից սկսած նա իրավունք ունի արդեն ուղղորդող հարցեր տալ, դա քրեական դատավարության օրենսգրքի թե տարին, թե ոգուն կտրուկ անհամապատասխան է։ Կարծում եմ, որ կոնկրետ դեպքում նախագահող դատավորը ինչ որ համոզմունքներ ունի, ինչ որ մոտեցումներ ունի, որոնք երևի նախորդ շրջանի քրեադատավարական կարգավորումներով են պայմանավորված, կամ գուցե իր նախկին կարիերայով է դատախազական պայմանավորված, չեմ կարող ասել, չեմ ուզում գնահատական տալ, գուցե եւ դա նույնպես գոյության իրավունք ունեցող մոտեցում է, դա չեմ ուզում ասել, բայց այն, որ հստակորեն հակասում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը, դա փաստ է, եւ ես ուզում եմ դրա մասին բարձրաձայնեմ հատկապես իրավաբան ունկնդիրների համար, որ մենք այստեղ իրական խնդիր ունենք, դա լրջորեն վտանգում է մեր իրավունքները, լրջորեն խախտում է քրեական դատավարության օրենսգիրքը, ցավոք սրտի այդպես է։ Շնորհակալ եմ։ Շնորհակալ։ 168 թեմի հարգելի հետևողներ, այսքանով